Ողջույն սիրելիներս, սկսում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրենիից այսօր անցնելու ենք պատվական Խաչատրյանի ծառի խնդրանքը դասը։ Նկարն ենք պատմում, տեսնում ենք նկարում ամենայն մանրամասնություններ, խոսում ենք ծառերի մասին, ծառից կախված ճոճի մասին, ծառը բարձրացած տղայի մասին, հեռվից երևացող բանկի մասին, մատուրի մասին, շնիկի և փուչիկի մասին, տղաների մասին։ Ես դիտավորյալ չեմ պատմում նկարը մանրամասնությամբ, որ երեխաները ինքնուրույն հորինեն իրենց պատմությունը։ Ծառի խնդրանքը։ Հարց ենք տալիս երեխաներ, ինչ կարող է խնդրել ծառը մարդկանց։ Որպես կանոն երեխաները կարողանում են ճիշտ գուշակել և ասում են, որ ծառը միշտ ուզում է, որ իրեն ուշադրություն դարձնեն, որ իրեն խնամեն։ Կարդում ենք և համոզում երեխաներին, հավաստիացնում ենք երեխաներին, որ իրենք իրավացի են։ Մի կոտրատիր իմ ճյուղերը, որդիներն են նրանք իմ հեզ։ Ես այնպես եմ սիրում նրանց, ինչպես մայրդ սիրում է քեզ։ Տերև անգամ եթե պոկես, սիրտս ցավից կմխկտա, թե որ դու ինձ չպահպանես, պատրաստի ծառ քեզ ով կտա։ Կարդում ենք բացատրելով։ Մի կոտրատիր իմ ճյուղերը։ Կոտրատել նշանակում է կոտրել, ջարդել, ծառի ճյուղերը։ Որդիներն են նրանք իմ հեզ, որդի նշանակում է զավակ, երեխա։ Ծառի ճյուղերը, ինչպես մայրը գրկում է իր հարազատ երեխաներին և պաշտպանում, այդպես էլ ծառն է ուզում իր երեխաներին, իր ճյուղերին պաշտպանել։ Ես այնպես եմ սիրում նրանց, ինչպես մայրդ սիրում է քեզ։ Յուրաքանչյուր երեխայի մայրիկը կյանքից առավել սիրում է իր երեխաներին, այդպես էլ ծառը սիրում է իր ճյուղերին և չի կարելի վնասել ճյուղերը։ Տերև անգամ եթե պոկես, սիրտս ցավից կմխկտա, մխկտա նշանակում է խոր ցավ զգալ, աղյողորմ լալ, դառնանալ։ Թե որ դու ինձ չպահպանես, պատրաստի ծառ քեզ ով կտա։ Այստեղ նաև ուզում եմ հեզ բառը բացատրել խոնարհ, համեստ, խելոք, լսող։ Հարցերի միջոցով վերլուծում ենք դասը։ Պատմիր, թե ինչ է խնդրում ծառը։ Երեխաները խոսում են, որ ծառը խնդրում է, որ իր ճյուղերը չկոտրեն երեխաները։ Դու ինչպես ես վարվում ծառի հետ, պատմիր։ Այստեղ երեխաների հետ կարելի է հիշել, ինչպես է ծառը աճում, ինչպես է լինում, որ հաստափում ծառ է դառնում։ Նախ եւ առաջ գարնանը պիտի հողը փորել, փխրեցնել, տնկին դնել հողի մեջ, հողը վրա բերել, ջրել։ Երկար ժամանակ ջրել է անհրաժեշտ, շոգից պահպանել է պետք, ցրտից պաշտպանել է պետք ծառին։ Տարիներ են պետք, որպեսզի ծառը դառնա հաստափուն ծառ, այսինքն քրտնաջան, երկար տարիների աշխատանք է պետք։ Հետո խոսում ենք նաև ծառի տված օգուտների մասին։ Ծառը մաշտում տալիս է ստվեր, գեղեցկություն, պտղատու ծառերը պտուղներ են տալիս, ծառից պատրաստում են կահույք, նաև թուղթ են ստանում ծառից, ամենակարևորը ծառը մաշտում տալիս է թթվածին։ Ծառերի միջոցով մենք կարողանում ենք մաքուր շնչել, դրա համար անհրաժեշտ է ինչքան հնարավոր է շատ ծառեր տնկել և խնամել արդեն պատրաստի ծառերը։ Առաջադրանք մեկն ենք կատարում։ Որ բառերն են ընկերներ։ Ընկերները ճակերտների մեջ է գրված, բայց ասում ենք, որ ինչպես մարդիկ կարող են ընկերներ լինել, իրար նման լինել, այնպես էլ բառերը ինչ որ ընդհանրություն կարող են ունենալ։ Օրինակ, ծառ, մխկտալ, դաշտ, սիրտ, որդի, ճյուղ, մայր, խոտ։ Ծառ բառի ընկերը ճյուղն է, ծառ, գծիկ, ճյուղ։ Մխկտալ, ինչը կարող է մխկտալ, սիրտը։ Սիրտն ու մխկտալը իրար ընկերներ են։ Դաշտի զույգը կլինի խոտը, դաշտն ու խոտը իրար ընկերներ են և որդին ու մայրն են իրար ընկերներ։ Կարելի է գծիկներով գրել և առանձնացնել։ Կատարում ենք առաջադրանք երկրորդը։ Բառերը թափվում են ներքև, հավաքիր ու կազմիր ճիշտ նախադասություն։ Խառնված հեշտականությամբ բառեր են դրված, պետք է դասավորել, որպեսզի ստանանք ճիշտ նախադասություն։ Որպեսզի հեշտությամբ կարողանանք դասավորել, նախ եւ առաջ հիշում ենք նախադասության ու գրության կանոնը։ Նախադասությունը սկսվում է մեծատառով, նախադասության վերջում դրվում է վերջակետ։ Տեսանք վերջակետը, հասկանում ենք, որ ծառերը վերջին բառն է։ Տեսանք մեծատառով գրված բառը եսը նշանակում է առաջին բառը։
մեր եմ բակի խնամում, ես խնամում եմ մեր բակի ծառերը։ Նախադասությունը արդեն հավաքվել է։ Առաջադրանք 3-ը պատասխանը հարցի մեջ։ Ինչ ծաղիկ ստացավ ալվարդը։ Երեխաները նայում են, որ ալվարդ բառի մեջ կա վարդ բառը, նշանակում է ալվարդը ստացել է վարդ։ Ինչ միացրեց արշալույսը։ Լույսը տեսեք առանձին կապույտով է գրված։ Արշալույսը միացրեց լույսը։ Այսինքն պատասխանը հարցի մեջ է։ Ուր գնաց Սարոն։ Սար։ Աղասին ինչ էր մոռացել գցել ճաշի մեջ։ Աղասին, աղն էր մոռացել։ Եվ օրինակ արդեն տրված է, օրինակ ուր գնաց Արտաշեսը, արդ գնաց Արտաշեսը։ Եվ վերջում առաջադրանք 4-ը կենդանիների անունները գրիր տետրում, սկզբում գրիր այով սկսվող, հետո բ-ով, կ-ով, տ-ով, ե-ով և զ-ով սկսվող բառերը։ Նախ ասում են անունները՝ Դելֆին, Զատիկ, Եղնիկ, Աղվես, Փու, Քայլ։ Հիշում են հայերենի այբուբենը և ըստ հերթականության ասում Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ։ Ա, Աղվես, Բ, Փու, Գ, Քայլ, Դ, Դելֆին, Զ, Զատիկ, Ե, Եղնիկ։ Վերջում չենք մոռանում նաև պարտադիր բառացանկի բառերը։ Ճյուղ բառը յն կանաչ գրիչով են գրում, որդի լսվում է თ, գրվում է տ, տերև բառի մեջ և բառավերջում ևը լսելիս գրվում է և տառը։ Պարտադիր բառացանկում գրում են բառերը, կազմում բառակապակցություններ և նախադասություններ։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։